Մենք պահանջում ենք, կրկնում եմ, բոլոր այստեղ գտնվող մարդիկ անհապաղ Դավիթին ազատություն կամ գոնե տնային կալանք, թող ինձ ներեն պաշտպանները, միգուցե սխալ եմ ասում այդ տնային կալանքի բառը, բայց ես իսկապես կարևորում եմ, որ 12-րդ դասարան երեխան, որը հենց հիմա պիտի իր դասաժամը աներ դպրոցում, պիտի գոնե տանը լինի իր մայրիկի կողքին, հատկապես եթե մայրիկը բժիշկ է եւ կարա այդ հսկողությունը ապահովի։ Ավարտելով Անայսի խոսքը, խնդրում եմ, էլի գնահատական տալիս են նորմալ բաներին։ Եկեք ամեն մի էժանագին պահվածքի եւ հրապարակման գնահատական չտանք։ Այդ գնահատականները արդեն վաղուց տրվել են գիտակից մարդկանց կողմից եւ ես միշտ ասում եմ, որ կգժվեի աշխարհի անարդարությունից, եթե չիմանայի, որ վերջին խոսքը Աստծունն է։ Վստահ եմ, որ ամենամեծ գնահատական Աստծո կողմից է տրվելու նման, եթե կարելի ասել, մարդկանց։ Այսօր նամակ եք փոխանցելու։ Այո, ես կարդացել եմ, բայց ամփոփ ներկայացնեք։ Դիմում ենք Տիկին Վարդապետյանին, որպեսզի լիազորությունների շրջանակում վերացնի Դավիթ Մինասյանի նկատմամբ կիրառված կալանքը, ձեռնարկի քայլեր, որպեսզի հնարավորինս արագ վերականգնվի Դավիթ Մինասյանի կրթություն ստանալու իրավունքը։ Ես սա կարճ հատվածն եմ կարդում, որտեղ արդեն կարդացել եմ։ Եվ մենք մեր դիմումը ներկայացնում ենք որպես քաղաքացիական խնդրանք եւ մարդկային կոչ։ Խնդրում եմ այս ֆիքսեն, բոլորը մարդկային կոչ այնքան բան կա այս ամենի մեջ, եթե իհարկե կա այդ մարդկային արժեքները։ Առաջնորդվելով մարդասիրության, համաչափության եւ մարդու իրավունքների պաշտպանության սկզբունքներով։ Հույս ենք հայտնում, որ դուք Տիկին Վարդապետյանը ուշադրությամբ կվերաբերվի մեր դիմումին եւ կձեռնարկի անհրաժեշտ քայլեր կանխելու երիտասարդի կյանքը եւ ապագայի հնարավոր ծանր հետևանքները։ Իմ անունից էլ ավելացնեմ, որ մենք Հայաստանում ցավոք սրտի այլևս չունենք այդքան շատ երիտասարդներ 18-ից 20 տարեկանում, բոլորիս բարձա ինչի։ Եվ մենք մինչև վերջ արդար կռիվ ենք տալու մեր երիտասարդների համար։ Մենք ուզում ենք, որպեսզի անձամբ Տիկին դատախազը գա մեր նման հասարակ քաղաքացիների հետ շփի, բայց ոնց տեսնում եք, նա ցանկություն չունի եւ անտեսում է մեր խնդրանքը եւ պահանջը։ Դավիթը կատեգորիկ ոչ քաղաքական երեխա, ոչ քաղաքական ընտանիքից հայտնվել այս դրության մեջ, վաղը ձեր երեխան է հայտնվելու, եթե դուք այսօր Դավիթի համար ներողություն եմ խնդրում, չեք կանգնում։ Այսօր պիտի կանգնենք Դավիթին չեմ ճանաչել երբեք մայրիկի հետ Տիկին Գայանեի հրաշալի կինա նոր ծանոթացա, նոր առաջին անգամ եմ կյանքումս տեսնում, բայց դա ինձ չի ինչ որ արդարացներ, եթե ես այսօր ասեի ես երկու երեխա ունեմ, տանը նստեմ, դե Դավիթը ինձ ինչ, Դավիթը իմ երեխան է, ոնց որ իմ երեխեքն էին այն բոլոր 18 տարեկանները, որոնք կռվեցին, զոհվեցին, վիրավորվեցին ու փառք Տիրոջը շատերը նաև հետ եկան նորմալ։ Բայց բոլորը մեր երեխեքն էին, 18 տարեկանին ոնց կարելի է ասենց կոտրել, ու ընդհանրապես կոտրել բոլոր երիտասարդների ողնաշարը։ Քանի որ Տիկին Վարդապետյանը այդպես էլ չի չափ մեզ հետ խոսելու, մենք հիմա կանենք ստորագրահավաք, այն դիմումը, որը ես արդեն ընթերցեցի ձեզ համար, կկցենք մարդկանց դիմումը, ստորագրությունները այդ դիմումին, ես ու Անայիսը կմտնենք ներս, կփորձենք նորից խնդրել, որպեսզի եթե ինքը չի ուզում իջնի, մենք կբարձրանանք, եթե թույլ կտանք կհանդիպենք, կխոսենք, եթե չէ կհանձնենք եւ դուրս կգանք ու ուզում եմ հստակ նշել, որ ես հանձնվող մարդկանցից չեմ։ Ես մինչև վերջ գնում եմ եւ պայքարելու եմ։ Մեր ակցիայի հետ նեն չի, որ քաղաքականացում ենք, դա ընդհանրապես արդարությունն է, որ բարձրացան, մենք փորձենք մտնել։ Մենք ի սկզբանե մտանք, ասեցինք, որ չենք եկել հանդիպելու բաժնի պետի եւ այլ մարդկանց հետ, մեր պահանջը միայն հանդիպել դատախազ Աննա Վարդապետյանի հետ, ձեզ ուղղակի կհանձնենք թղթերը, ոչ մի խնդիր, բայց մենք պահանջում ենք, որ գա, հրաժարվում է, այո, հրաժարվում է, չի իջնում եւ չպիտի իջներ։ Okay, ֆիքսենք, հարգելի լրագրողներ, ոչ, չընդունեց մեզ հասարակ մահկանացուներից,
չընդունեց, գուցե կոստյումով չէինք դրա համար, հա։ Ու մենք անջան շեշտենք, որ կատարում։ ասացինք, որ այն պատասխանատվությունը, որը որ այսօր մնում է այն մարդկանց, ես տենց եմ կարծում, արձանագրենք, որ Դավիթ Մինասյան 12-րդ դասարանի աշակերտը, որը կանգնած էր եկեղեցու բակում իր երկու ոտքերի վրա, նորմալ կանգնած աղոթք էր անում, իր աղոթագիրքը ձեռքը պատարակի էր մասնակցում, ինքը հիվանդանոցում պարկած չէր, ֆիքսում ենք այս պահը, իրա եղունգները սևացած չէին, ֆիքսում ենք այս պահը և այսպես կիսաուշագնաց վիճակում հիվանդանոցում չէր, ու այն ամենը, ինչ որ այսօր կատարվում է, վաղը կատարվելու է, այս բոլոր մարդկանց, այո, մենք իրենց փոխանցել ենք, որ այդ ամեն ինչի դեպ նկարահանված է, եթե ինչ որ բան պատահի Դավիթի հետ, Աստված չանի, այս ամեն ինչը, թե ի պաշտոն է, թե մարդկային իրենց խղճի վրա է, որովհետև բացի պաշտոնյաները, նրանք գրեթե բոլորը ծնող են և ունեն երեխաներ, ամեն ինչ այս կյանքում պաշտոնով չի։